Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նախ ողջունեց լրագրողներին շնորհակալություն հայտնելով նրանց հրավերն ընդունելու համար, ապակիցվեց Միացյալ Նահանգներ կատարած իր այցելությունից ստացած տպավորություններով։ Դեսպանը հայտնեց, որ այցելության ընթացքում ունեցել է մի շարք հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Մի շարք հանդիպումներ են եղել նաև հայկական սփյուռքի հետ։ Միացյալ Նահանգներ այցի իր ամենամեծ ներդրումը դեսպանը համարում է նաև թոռնիկի ծնունդը։ Փոքրիկի լուսանկարը մշտապես իր մոտ է պահում։ Ես կարևորում եմ այն հանգամանքը, որ ամերիկահայ սփյուռքը տեղյակ լինի, թե ինչով է այստեղ զբաղվում եւ ինչ գործունեություն է իրականացնում Միացյալ Նահանգների դեսպանատունը։ Այնինչ մեր առաքելությունն է հանդիսանում, բառերով արտահայտելը հեշտ է, եւ մենք փորձում ենք այստեղ դեսպանատանը անել այնպես, որ Հայաստանը հաջողություններ ունենա որպես ժողովրդավարական, բարեկեցիկ եւ անվտանգ պետություն։ Առաջինը դա մենք փորձում ենք անել ներքին բարեփոխումներին աջակցելու միջոցով, ներքին քաղաքական, սոցիալական եւ տնտեսական բարեփոխումներ։ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանը ապա խոսեց հայ-ամերիկյան հարաբերություններից։ Ջոն Հեֆերնը ընդգծեց, որ նախորդ 2012 թվականին երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ գործնական քայլեր կատարվել են։ 2012 թվականը մեր երկկողմ հարաբերությունների համար կարևոր տարեթիվ էր։ Դրանում էր դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը։ Մենք մի շարք միջոցառումներ ունեցանք, այդ թվում տեղի ունեցավ պետքարտուղարի այցը, դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով եւ նախագահի արտգործնախարարի հետ հանդիպումներում բովանդակալի քննարկումներ տեղի ունեցան։ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցը Մինսկի խմբի շրջանակներում դա նույնպես այցի ընթացքում քննարկված առանցքային խնդիրներից մեկն էր։ Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումներին։ Խոսելով առաջիկա նախագահական ընտրություններից Ջոն Հեֆերնը նշեց, որ հայկական սփյուռքի հետ հանդիպումների ժամանակ փետրվարյան համապետական ընտրություններին բազմիցս անդրադարձ կատարվել է։ Սփյուռքի հետ հանդիպումների շրջանակներում ընտրությունների հարցին հաճախակի անդրադարձ էր, եւ ես անդրադարձ էի կատարում մայիսին կայացած ընտրություններին եւ նշում էի այն դրական տեղաշարժերը, որոնք նկատվել են այդ ընտրությունների ժամանակ։ Մասնավորապես բարելավել էր լրատվամիջոցների հասանելիությունը, լսելի էին դարձել ընդդիմության անկախ ձայները, նաեւ ընտրական տեղամասերում ընտրությունների անցկացման հարցերն էին լավ կազմակերպված։ Մայիսին նաեւ խնդիրներ կային եւ այդ խնդիրները արձանագրվել էին ԺՄԻԳ դիտորդների եւ մյուսների կողմից։ Օրինակ ընտրակաշառքների մասին բազմաթիվ հաղորդում կային եւ նաեւ վարչական ռեսուրսները կուսակցական շահերին ծառայեցնելու վերաբերյալ հաղորդումներ կային, որոնք ԺՄԻԳ-ի զեկույցում բարձրացվել էին։ Եվ ինչ ակնկալում են միջազգային հանրությունը եւ հանձնառությունը, որը ստանձնել է երկրի նախագահը, այն է, որ այս կայանալիք ընտրություններում այդ երկու խնդիրների ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն եւ այս ընտրությունները դառնան նոր համեմատական ցուցանիշ Հայաստանի հետագա ընտրությունների համար, լինեն այնքան լավը, որ դառնան որպես հերթական ընտրությունների համար չափանիշ։ Ազատ եւ արտար ընտրությունների անցկացումը կարող է խթան հանդիսանալ, որպեսզի Հայաստանը մրցութային հիմունքներով ծրագրի իրականացման հնարավորություն ստանա, ընդգծեց դեսպանը, պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ չափորոշիչների համապատասխանելիության դեպքում Միացյալ Նահանգները դարձյալ ֆինանսավորում կհատկացնի Հայաստանին։ Մենք հույսով ենք, որ Հայաստանը առաջիկայում իրավասու կլինի մասնակցել եւ մրցութային հիմունքներով ծրագրի իրականացման հնարավորություն ստանա։ Կան նաեւ ցուցանիշներ, որոնք առնչություն ունեն ընտրությունների հետ եւ արդարացի ազատ ընտրությունները Հայաստանի համար հաջորդ փուլում հազարամյակի մարտահրավեր ծրագրով դիտարկելու համար խթան կարող են հանդիսանալ։ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանը անդրադառնալով մեր երկրում ամերիկյան գործարարների հնարավոր ներդրումներին շեշտեց, որ ամերիկյան ներդրողների համար խիստ կարևոր է անկախ դատարանների առկայությունը եւ որ նրանց համար անհրաժեշտ է, որպեսզի երաշխիքներ ունենան, որ իրենց գործընկերների կամ այլոց հետ խնդիրներ, վեճեր առաջանալու դեպքում կլինեն դատարաններ, որոնք անկախ որոշումներ կկայացնեն։ Հայաստանում Միացյալ Նահանգների ներդրումները դեսպանը գնահատում է լավ, սակայն միևնույն ժամանակ ընդգծում, դրանք կարող են ավելի ծավալուն եւ խորը լինել։ Փայլակ Վարդյան, Գարիկ Ազիբեկյան, Գալանյուս։